Արգելի սիրելի մարդունեստեր, իսրտ է ձեր բոլորի ողջունում։ Եկել եմ այստեղ ձեր հետ հանդիպելու, ձեր հետ անկեղծ, պարզ խոսելու, իրավիճակը, ծրագիրը եւ մենք ինչ կարանք անենք, ինչ է ծրագիրը, ոնց են կազմել եմ ժողովրդի հետ, միասին լսելով ժողովրդին, խնդիրը, պրոբլեմը եւ դրանք լուծումները։ Ձեր հետ խոսել եմ շատ պարզ, անկեղծ, իրական, բնական, ոչ մի արտարոց բան չեմ ասելու, ոչ մի սուտ չեմ ասելու։ Այսօր ես նայում եմ, սաղ վարված են Ծառուկյանի խոսալուց, որ պարզ անկեղծ մարդկանց հետ խոսում եմ, լսել եմ խնդիրը, պրոբլեմը, իրավիճակը եւ ասելու բան չկա։ Ես որ ասել եմ Ժողովուրդ ջան, հիմնական ուսումնասիրելով, այսօր 8 տարի մեր ժողովուրդը լիարժեք հավատալով, սպասելով, որ իր կյանքում մի բան է փոխվելու, որ լավ է լինելու, իրենց մասին մտածող է լինելու, մարդից փուշանող է լինելու։ Այսքանը ուսումնասիրել ենք, նայել ենք եւ իր տիկյան ծրագիրը կազմել ենք, որ այսօր անհրաժեշտ է իմ ժողովրդին, առաջնային առողջապահությունը, կրթությունը, որ անվճար լինի։ Ինչ գումարներ նախատեսված է պետությունը, պարտավոր է այդ խնդիրը մարդկանց կարգավորի։ Ու ասելով այսօր առողջապահության համար բյուջեն տարեկան 700 միլիոն դոլար դրած առողջապահության, բայց ժողովուրդը դրա արդյունքը չի տեսնում, անտեղի Փոշյանում է, մարդիկ խեղճ ու կրակ տները նստած, չեն գնում ստուգման փող չունեն, գնալով պետպատվերը չի արդարացնում իրեն, ու այսօր ես ասեմ, առողջապահություն կրթություններ, որ ծնողը այս ծանր վիճակում չի կարում ավելորդ գումար, որ կարողանա տանի ուսման վճարի, 800,000 կակ 1 միլիոն։ Հիմա սարքել են տարեստական բանականության, Ծառուկյանը խոսում է, կրթություն եւ առողջապահություն անվճար եւ թոշակը անվճար։ Տոհան գրագետներ, Ծառուկյան ասում է թոշակը բարձրացրեք, որ հիմնական ամենանվազագույնը թոշակառուի համար ձեր հաշվարկով 78,000 դրամն է, 10,000 դրամ ընտրությունից առաջ, մի ամիս առաջ բարձրացեցին, լավ եղավ 49,000։ Թոշակառու ոնց կարա 10,000 ավելով, եթե նվազագույնը 78,000 է կազմում։ Ծառուկյանը ասում է թոշակները անվճար, էլ ուրիշ բան չունեն ժողովուրդ, ես ինչ ասում եմ, հիմնավորած եմ ասում, ոչ մեկը չի կարող ուրիշ բան ասի, ու իմ ասածին էլ տեր եմ, որ կազմակերպելու ենք, տրամադրելու ենք, եւ դա իրականացնել ենք, Ժողովուրդ ջան, այսօր ժողովուրդը լիարժեք, որ պարտքի վարկի տակ է, եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ կորոնավիրուս, մարդիկ չեն աշխատել, եղել է պատերազմ, պարտք է գոյացել, սնվելու համար, ապրելու համար, եւ այդ պարտքը հիմնական պետությունը պարտավոր է ժողովրդի մատից փուշանի, ոնց որ ընտանիքի հայրը, նույնն է ժողովրդի համար կառավարության ղեկավարը, որ պետք է մինչև 3 միլիոն դրամ, մարդը իր ճոխության համար վարկը չի վերցել է գոյատևի, ընտանիք պահի, ծնողներին բուժի, կամ առողջապահության համար վճարի, որ պետք է այսօր մենք ունենք 650,000 ընտանիք, ունենք 2 միլիոն 450,000 վարկառու, չեմ ասում մարդը վարկավերց է բիզնես դնի, այլ առօրյա կյանքի համար, որ պետք է առաջի որոշումը լինի, վարկերը մինչև 3 միլիոն դրամ, անմիջապես ներում շնորհվեն։ Եթե դուք ձայնը տալիս եք մեզ, ես ասել եմ կրթությունը, առողջապահությունը եւ վարկերը, որ անմիջապես հենց առաջին նիստին որոշումը կայացվելու, որ անմիջապես ներում շնորհեն, մարդիկ ճայիճից դուրս գան։ Այսօր 15 միլիարդ է պարտքը, որ դուք եք փակելու, ձեր այդ գումարները պահելուց, դուք խաբար եք 15 միլիարդից։ 15 միլիարդով ինչ կարելի էր անել, զարգացնել, ծաղկացնել, չեմ ասում է գործանել, կառուցել, նայել մի 3-4 խոշոր ծրագրեր իրականացնել, տուրիզմ զարգացնել, տուրիզմը գնարկար ամեն մի տուրիստից 5,000 դոլար, քեզ ասեմ, եթե 20 միլիոն տուրիստ եկավ, արդեն ինքստիկյան ժողովուրդ 100 միլիարդ փող անում, որ այդ մնալը իմ երկրում, տաքսիստն էլ կառնի, գյուղացին էլ կառնի, սևանցին էլ կառնի, մարտունեցին էլ կառնի, վարդենիցին էլ կառնի, այդ փողը մնալու է, մարդիկ կան, հյուրանոց այդքան տեղ չկա, տներել են վարձելու, օգտվելու են, այնպես որ այսօր միայն դանդար խոսալով չի, մարդկանց վիրավորելով չի, միայն կարող են վիրավորել, մարդկանց վրա ցել շպրտել, գործեր հարուցել, տեղին թե անտեղին մարդկանց ձերբակալել։ Այսօր տեղ չկա բերդերը, տեղ գոյություն չունի։
4 տեղանոցում 20 հոգի են մնում։ Այդտեղ չկա մի հատ էլ կազմակերպել են տնային կալանքներ։ Ժողովուրդ պետք է մի հատ էլ համաներում շնորհվի։ Համաներում կալանավարերում, որ 10 տարի մինչև սրոք ունեցողներին ի նշան մեր ազգային խորհրդանիշի հաշտության, համերաշխության, բարոյական կամեցողության ասված են ցավը տանեմ, սխալվել եք, գնացեք հասեք ձեր ընտանիքներին, սաղ կյանքը կալանավոր հանցագործ չես լինել, գնա ապրի քո կյանքով, քո ընտանիքի, քո ծնողների հետ, մեկ անգամ ևել թույլ կտա, մեղքի իրավիզը, պետք է լավ բան կատարես, մարդը պետք է հզոր լի, կամեցող լի, բարի լինի, որ հասկանա լավությունը ինչ է, որ կարող է լավությունը մեր ժողովրդին պարգևի։ Ինչ ասել եմ ժողովուրդ ջան, մենք տեր ենք, այսօր դուք լսել եք երևի, որ Ալիև ասում է, Սևան Ադրբեջանին է, Գանջի ասում է, Գյոչա դա Սևանի անունը։ Այսօր իրենք պատրաստում են Արևմտյան Ադրբեջան հիմնելու համար։ Նախիջևանում ժողովուրդ բացեք նայեք 18-ից 19, ես արդեն 20 օր ասում եմ, Արևմտյան Ադրբեջանի հիմնական հիմնադրման խնդիրն է քննարկվում։ Ասում ենք, որ 300,000 ադրբեջանցի գալի է, կառավարության չկա այդպիսի բան, եղբայր բացեք 2025 թվական դեկտեմբերի 5 Ալիևի ասածը, այո, պետք է ադրբեջանցիները գան, բնակվեն, տանկերով չեն գալու, գալու են ավտոբուսներով, բայց նեղացեցիք, այսինքն զոր քաբերելու դնի։ Եթե դատակից ոնց են դուրս գալու, ես չգիտեմ, ինչ են մտածում, ինչ են ասում, հետո այսինքն իրաց մոտ սովորություն է դառել։ Կարաս է Արցախը Հայաստանը վերջ, եկել օգտալու, եկել եմ նոր բանակցելու, հետո գնա Չեխիա հայտարարի, ասի ինչ անեմ, Արցախ Ադրբեջանը ու վերջացավ արծը։ Այսօր լուրջ խնդիրներ ունենք ժողովուրդ։ Դուք պետք է բոլորը գիտակցեք, ասենք հիմա ես գիտեմ, որ այս կողմի ժողովրդի մեծամասնությունը իր ընտանիքի գումարը վաստակում է Ռուսաստանից։ Գնում են այնտեղ գարնանը մինչև ասուն աշխատելով, վաստակելով, վերում են իրենց տունը պահում են։ Ճիշտ եմ ասում, թե ոչ։ Հիմա որ գնում եք, վերաբերմունքը փոխվել է, չէ ձեր հանդեպ։ Հիմա փակել է սահման։ Ինչ։ Եղբայր ինչի է վերջացել, մենք խեն թշնամանում Ռուսաստանն են, այդ խոսացողները թողած են, ինչի համար ենք թշնամանում, փոխանակ հակառակը, ավելի ջերմ լինենք, ավելի կառուցողական լինենք, մենք ոչ մեկի հետ թշնամանալու իրավունք չունենք, պետք է կարողանանք ջերմ հարաբերություններ, այնա դրել են սահմանը փակել են, որ ոչ մի ասենք կլուբնիկ, միլ, չգիտեմ ասենք բարև պամիդոր, կոնյակ, գինի չի գնում, ամսականել Ռուսաստանից գալիս է 160 միլիոն տրանսֆեր, գումանները, որ երեխաները աշխատում են ընդեմ մեր հայրենակիցները ուղարկում են, որ փակվեց ինչ են անելու, որ էլ 300,000 էլ Ռուսաստանից գրանցում չունեցող գաստը ինչ են կանելու, ժողովուրդ ջան, որոշողը դուք եք, ձայն տվողը դուք եք, ձեր երեխայի ապագան որոշողը դուք եք, ոչ մեկին մի հավատացեք, նայեք, մարդու ապրածը, մարդու ասածը, ինքը ինչ արե, իրական կյանքում ինչ արե իր երկրի ժողովրդը, քարը քարին դրած կա, բացի սուտ ասելուց, դադար խոսալուց, այսօր կարող եմ ասել ես ամբողջ Հայաստանում կա մի հատ ոլորտ, որ դա սպորտն է, այն էլ ոչ թե ասենք թե լիարժեք իմ ուզածով, որ ցանկացած բնակավայրում, սկսած գյուղերից, պետք է լինի դպրոցները, երեխան փողոցից կտրվի, գնա պարապի, ռայոններ երեխեր գամպինդ են, համը զոր են, համսաղ չեմպիոն են, պետք է կտրվի չկա, 930 գյուղ ունենք, սաղ հնարավոր է, որ ասեն թե 40 դպրոց լինի, թե չլինի, ինչն է խնդիր, ասում են դպրոցները կառուցում, մեր դղյակները դպրոցներն են, 8 տարի կառուցում են, 59 դպրոց են կառուցել, 59 դպրոցից 26-ը կառուցած է եղել, այսօր 230 դպրոց փակվում է, դատարկվում են գյուղերը, ժողովուրդ, են դատարկվում, գյուղում որտեղ հիմնականում գյուղնախարարություն չկա, գյուղացին անտեր, խեղճացած, պատի տակ նստած, ձմեռն անցավ գարունը, պետք է գնա մշակ իր հողերը, գյուղնախարարություն չկա, փող տվող չկա, 20%, 25%, նա ինչ պետք է ստանա, որ կարողանա մի հատ էլ վարկ վերցնի, կամ պետք է սարքելու համար, տուն սարքելու համար գետամեջում են, մարդուց 1 միլիոն փող են ուզում, որ հողի մեջ կարողանա տուն սարք,
Հակառակը սավանամերձ գործում կառուցում է սարքես 2 միլիոն էլ պետությունն ա տալի, գնա կառուցի, սահմանները պնդելու համար, ժողովուրդ ջան։ Այսօր գյուղնախարարությունը փակված է նպատակային, որ գյուղերը դադարում են եղբայր։ Սաղ է թան Երևան։ Այսօր մենք քայլ ունենք կատարելու, ասեմ, եթե այս ձևի շարունակվեց, նորից եմ ասում, հիմնական հարցը լինելու է ոնց որ Արցախին։ Կարճ ժամանակում նույնպես Ադրբեջանը գալու է այստեղ, լրիվ որոշում կայացնի եւ այդ արևմտյան Ադրբեջանի բացման խնդիրը։ Այսօր իրանք կարան գան ժողովուրդ, մեր հողի մեջ բնակվեն, մեր հայրենակիցները, որ դարերով ապրել են, կառուցել են, սարքել են իրաց տանդրները փակեկել են, նրանք իրավունք չունեն։ Եթե եղբայրությունը, խաղաղությունը, ինչ եղավ անցած լինի, բայց ուրեմն պետք է լիարժեք կարողանա չէ թուղթ ստորագրած լինի, որ ցույց տան, որ երկու կողմանի ստորագրած մեր երկու պետությունն էլ երաշխավորել են։ Բանավոր պայմանավորվածություն ամեն օր ալևը քննելնի, մի հատ պանջ ներկայացնի, անկլավները տվեք, 300,000 տեղավորեք, սա հաշտություն համերաշխություն չի կարելի։ Մենք կորցնելու ենք ժողովուրդ, մեր սևաննել ենք կորցնելու։ Ադրբեջանը ջրի կարիք ունի ժողովուրդ, սաղ ինֆորմացիայով, նորություններով սաղ դες ասում եմ։ Այնպես որ որոշողը դուք եք ժողովուրդ ջան։ Ձեր երեխու ապագան, ես չեմ համոզում ձեզ, չեմ խնդրում ձեր ձայնը, ես ամեն ինչ էլ ունեմ։ Ժողովրդի ծոցից ելած աշխատող ընտանիքից, իմ գործունեության պետական պաշտոնի չեմ եղել, արել եմ, սարքել եմ, զարգացել եմ, ծաղկացել եմ, իմ ժողովրդին օգնել եմ հնարավորության սահմանում։ Օգնելով երկիր չես կարող կառուցել ժողովուրդ։ Ժողովրդին պետք է հարց, աշխատանք, մտածել, հնարավորություն, պայմաններ ստեղծել, որ ժողովուրդը կարողանա ոդիկային։ Այսօր ասեմ, հիմնական ունենք մի հատ սպորտ, որը վերցրել եմ այն ժամանակ 8 տարի, անկախությունով մի հատ մեդալ չի եղել, գումար եմ դրել, կառուցել եմ, զարգացել եմ, ծաղկացել եմ, սպորտսմեն եմ հետ բերել։ Առաջին օլիմպիական խաղերին ունեցել ենք 6 մեդալ, դա օլիմպիական մեդալ։ Հիմա տարեկան ենք 800-ից 1000 մեդալ, որը 150-ից 200 ոսկի է։ Այսօր աշխարհին կարողանում ենք ցույց տալ հզորությունը, հաղթանակը հիմնանչեցնել։ Ծառուկյանը Բաքվում կազմակերպել եմ Տոմաս Բախ աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահ։ Եկել է իմ մոտ Պատրիկ Կիկեի հետ, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի հետ 2015 թվականին ասել է օլիմպիական ընտանիքի անդամ է Զարուկյան, աշխարհում միշտ եղել այն հին ժամանակները, որ պատերազմել էին պետությունները, օլիմպիական խաղերի ժամանակ պատերազմը դադարեցրել են, որ օլիմպիական խաղերից հետո նորից պատերազմը սկսել է, կարած կազմակերպես, ասեմ ես պատրաստ եմ իմ մարզիկներին ուղարկելու, միայն երաշխավորություն է պետք, որ իմ մարզիկի մազը չի ծռվի, արժանապատիվ կգնա, Բաքվում եթե դու տեր ես, գրել է, ստորագրել է, ալև հետ խոսել է ու գնացել են, ասել եմ ուղարկում եմ, գնացել են 50 հոգի, մեկի մազը չի ծռվել, ալևն էլ շատ ջերմ ընդունել է, այդ մրցաշարի ժամանակ մի հատ կրակոց չի եղել Ադրբեջանի կողմից, մեր Հարությունյան Միրանն էլ Ալիև էր ազգանունը, աշխարհի չեմպիոն կրկնակի, երևի տեսած կլնեք, տեսել եք, առաջի պահ, որ մեր Միրանը կրվում էր 3-0, 70,000 ղժում էին, Միրանի ցավը տանեն, փառք ու պատիվ իրեն, որ կարողացավ իր ծնողներին փաշիվը փոխել, եւ 3-0 էր, 3-3 էր, ճանճը դզալ լսվում էր, դարավ 5-3, վարշե սաղմերան, վերջում էլ հաղթեց Բաքվի կենտրոնում, իմ մարզիկները կարողացան Հայաստանի դրոշը Բաքվում բարձրացնել, փառք ու պատիվ իրեն։ Ես ձեզ ասում եմ ժողովուրդ ջան, ձեզ ցավը տանեմ, ունեմ լավ թիմ, ունեմ լավ ծրագիր, ինչ որ պետք է արվի, ինչ տրվի, ինչ արվի, որ կարողանան մարդիկ լիարժեք ժպիտն դեմքերին իրենց երեխեքին պահել։ Այսօր կուսակցական պատկանելությունը կապ չունի ժողովուրդ, ով ուզում է 70 կուսակցության, 80, բայց բոլորս հայ ենք, բոլորս ուզում ենք լավ ապրենք, ուզում ենք մեր երեխայի առաջ գլուխ չկախենք, ուզում ենք բարեկեցիկ պահենք, ուրեմն ժողովուրդ ջան, կուսակցությունները դնենք միան,
ով կարա դանի, ով ավելի լավ ծրագիր է ներկայացնում, ով իր կյանքում արել է, կառուցել է, կազմակերպել է, նրան էլ պետք է ձենը տանք, ժողովուրդ ջան։ Այսօր դուք պետք է ընտրեք կամ եկեղեցի կառուցողին, կամ եկեղեցի քանդողին։ Պետք է ընտրեք երկրի կառուցողին կամ երկրի քանդող ավերողին։ Այսօր ժողովուրդ շատ բան ունեմ ասելու, հանդիպումները պետք է գնամ հասցնեմ, էլի չեմ ասում բոլոր տեղերը, հիմա ասենք թե Մարտունին բոլոր գյուղերին ովքեր կան թող բոլորը լսեն, սա վերաբերում է բոլոր իմ հայ ժողովրդին։ Նայելով ժողովուրդ մենք այսօր 8 տարվա մեջ կորցրել ենք արժանապատվություն, հեղինակություն, հզորություն, մենք ասելու բան չունենք, պարտված խեղճացած ժողովուրդ ենք։ Մտածել եմ, որ Աստծու կամոք չեմ ասում ես իմ հարվրդ չեմ ավարտել, բայց լիարժեք զգալով, իմ մեջ մտնելով, որ մենք կարող ենք ինչ ասել աշխարհին, գոնե ասելու բան ունենք։ Մենք հզոր ժողովուրդ ենք, հզոր պատմություն ունեցող։ Քրիստոսի արձանը կառուցել, որ աշխարհով մենք կարողանանք ասել, մենք առաջին քրիստոնեացն ենք աշխարհին։ Աստծու կամոք ստացվել է, աշխարհը խոսում է, աշխարհը արդեն ուզում է գա։ Դուք պատկերացեք, որ 20 միլիոն տուրիստ գա, տարեկան։ Տոսևանն էլ, Մարտունին էլ, Վարդենիսն էլ, Ջերմուկն էլ, Գյումրին էլ, պետք է գան 7 օր, 10 օր ման գան, նայեն։ Ու ամեն մեկը $5,000 ծախսի, 100 միլիարդ, բյուջեն 5 միլիարդ, 7 միլիարդ, 100 միլիարդ տարեկան, այս մեր ժողովրդի մոտ է մնալու։ Ամեն մեկը մի գործ ունենա, ձուկ բռնողներ, եղբայր տաքսիստներ, մշակողներ, արտադրողներ, բոլորն էլ կօգտվեն։ Պետք է 2-3 խոշոր ծրագիր, բարեկամ ծանոթ ունեք, հարցրեք։ Հողը տնամերձը $500 դարել է 50, 60, 70,000 դոլար։ Որևէ $500-ով առնող չկար, դեռ չի բացվել։ Բացվելուց նորից եմ ասում այդ 70-ը 100-120 դառնալու։ Շարժա լինելու, ներդրումա լինելու, մարդիկ հարստանալու են։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, սպասեք լավ փոփոխությունների։ Պետք է միասնական լինենք, քննարկեք, նայեք, հետևեք, գնացեք ընտրությանը։ Հետ գնացեք եւ դուք եք որոշելու։ Ձեր վաղվա օրը, ձեր երեխաների վաղվա ապագան որն է լինելու։ Դե չէ դատարկ խոսալ, քամի անել, որ մարդը 50 տարի ոչ մի բան չի արել։ Մենակ քարը քարին չեն դրել։ Այսօր հետո $100 էլ չեն աշխատել։ Ոնց կարան կառավարել։ Ասում են սխալվել են, խիմարդ իրավունք չունի սխալվելու։ Եղբայր, պատասխանատու մարդը երկրի ժողովրդի համար իրավունք չունի սխալվելու։ Այնպիսի մարդ պետք է լինի, որը փորձ ունի, արդյունք ցույց տվի, տիրապետում է եւ բանակցել գիտի, եւ կազմակերպել գիտի, եւ հետեւել գիտի։ Ձեր ցավը տանը։ Հարցեր ունեք, պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Այսի բոլոր մարդեցիների կողմից խաղի կառուցում։ Քրիստոս է կառուցում մեր երկրի համար։ Ով կենտրոնի Քրիստոսը օրից վերընտանիք։ Դա մեր երկրի համար չի, մեր ազգի, մեր ժողովրդի համար է, որ դա պահպան լինի, որ դա լինի խորհրդանիշ ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության։ Ինչ վերջի աշխատանք։ Ես եմ շնորհակալ, Աստված օգնի ձեզ, Բոլորիս, իմ ազգին, իմ ժողովրդին, դուք ժողովրդասեր մարդ եք, մեր ժողովուրդը պարտական է ձեզ ընդունելու։ Մի խոսքով ամսի 7-ին համար 7-ին ժողովուրդ ջան։ Ժողովուրդ, ուրեմն ամենակարևորը իմացեք, ես եմ պարտական։ Ամբողջ հանրապետությունով մեր մանգալով, տեսնելով մեր ժողովրդի ջերմությունը, հարգանքը, մոտեցումը, հյուրասիրությունը, մեկ անգամ եւս ավելի պարտավորված եմ զգում։ Քիչ եմ արել, ավելի շատ եմ անելու, բայց իմացեք, բարեգործությամբ երկիր չես կարող կառուցես։ Պետք է հնարավորություն տալ, հետևական կարգով, ինչ որ ասել եմ, մեկը 10 լինելու, անփորձ մարդիկ, ծանոթ բարեկամ,
կուսակցական այն պաշտոններին չեն լինելու, որ իրանք փորձ չունեն։ Այսօր հիմնական բաց թողումը, որ նրանք ում պատահի պաշտոնի են դնում իրենց թիմից, իրենց հետ քայլողներից։ Պաշտոնի պետք է լինի այն մարդը, ով փորձ ունի, ով արդյունք է ցույց տվել, եւ կարողանա լիարժեք տիրապետումը, որ դա կազմակերպի, իրականություն դարձնի, որ մարդը նայելով հասկանա իր մասին մտածող կա, իր մատից փուշանով կա։ Այսօր բոլոր ծրագրերը վերցրեք, նայեք, կարդացեք։ Փոքր ու միջին բիզնեսի համար, որ երկրի 60%-ը պետք է փոքր ու միջին բիզնեսով զբաղվի, 60-ից 80 միլիոն աշխատելու դեպքում ոչ մեկ իրավունք չունի իրեն ստուգելու։ Դա նոր ծիլեր է, նոր գործակցում, պետք է թույլ տաս, ամրապնդվի, զարգանա, հզորանա, 160 միլիոն դարավ, 1% պետք է տա։ Նոր դրանից հետո մարդը կացել է, գործը տիրապետում է, ասենք դեք վաճառքը լավ է, խնդիր չկա, նորմալ սովորականի պես թող կազմակերպի աշխատի։ Այսօր ով վարկի տակա խորտակում է, ով ուզում է մի բան անի, հարկայինը մտնի գրի, շտրաֆներ, տուգանքներ, այսօր մեր ժողովուրդը դառնա տուգանքի մատերիալ։ Գույք հարկը ժողովուրդ ավելացրել են 100%, տարեկան 20% ավելացնում են։ Մանավանդ գները Երևանում ավելացել այնտեղ չեն հաշվում կադաստրային արժեքով, շուկայական գնով են հաշվարկում։ Խիտը արդարացիա, մարդը ամբողջ կյանքում ծառել է իր երկրի համար, արվեստագետա, գիտնականա, բժիշկա, շինարարա, տունը ստացել է թոշակով հազիվ իր խորձերություն անձակացնում, 100%, եղբայր, անմիջապես գույք հարկը պետք է զերոյանա, դնում ես դիր 2025 թվականից, ով Երևանում բնակարան կառնի, իր ասենք թե գույք հարկը լինելու 100 անգամ տան, որ մարդը հաշվարկի, կարելի առնել, թե չի, դու մարդուն հանգարցակի ոնց ես բերում, թոշակունն էլ չի կարում վճարի, թոշակարույն ասում է, տները ծախի գնա սահմանամերձ գոտի, մարդը հարգարժան մարդը, արե դրես տեցե, խորը ծերության մեջ, իրա տնից հանես, քցես փողոց, նորմալ մարդը կարայցի բանանի, անարդարացի քայլեր շատ կան, պետք է վերականգնվի, ընտրողը դուք եք, ձայն տվողը դուք եք, որոշողը դուք եք, խիստ է, նայում են, ձերբակալում են, գործիցանում են, ակտերը գրում են, Ջորջան մի հայտարարեք, գնացեք, ասեք չեմ ընտրում, կամ ինձ հարցում են, ասեք քեզ եմ ընտրում, բայց գնացեք ձեր ընտրությունը, կատարեք, կատարած հետո պրծավ, պոեզը գնացել է, որոշում անելու են, կազմակերպել, իրանց հետ սիրուն ճամփու դնեն, ուրիշ դեպք չէ։ Հետո այսօր կազմակերպելով, բոլոր մարզերից, տարբեր տեղերից հավաքելով դնելու, ինչ են ուզում ցույց տան։ Իրական, ոնց որ թագավորական ժամանակները, որ ասենք թե շորերն հագե գնացել մանեք, այդ ոչ թե 2 հոգով, 10 ավտոբուսով, հրամայելով դպրոցներ, մանկապարտեզներ, չգիտեմ ասենք թե տարբեր կառույցների պատասխանատուներ, մարզպետերով, գյուղապետերով բերեք։ Հետո գնացեք մի հատ տնետուն հարցեք, ձեր մասին ինչ են խոսում։ Հայրիկա մարդը ձև են թափելով կամ 8 տարվա մեջ, այ մի բան ասեք, ստեյց կպից էլ մարդ կլնի, ասեք 8 տարվա մեջ ինչ եք արել, մի բան եք, մարդիկ սպասում էին, գիշեր ցերեկ փողոցից տուն չէին գալի, սպասում էին, որ արդարություն պետք է լավ բանը լինի, մենակ ասում են, ասֆալտ են կարել, դպրոց ենք սարքել, ասֆալտն էլ անձև է գալի, քանդվում է, դպրոցներն էլ 59 դպրոց են սարքել, այս տան 230-ը փակում են, էլ առանցները որն ամեն։ Արցախը հասնել են, պատերազմը պարտվել են, հողերը տվել են, զոհերը տվել են, չէ, 5000 չէ, 4-3890 էր։ Դա ինչ որ փրկություն է, լսում եմ դե դասը։